Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հարցնում է, թե ինչ է փրկությունը, եւ այսօր շատ տարբեր ճանապարհներ են առաջարկվում մարդկանց, ինչպես կարող ենք մենք ընտրել ճշմարիտ ճանապարհը։ Նախ մարդը փրկվում է Աստծով եւ Աստծո նկատմամբ ունեցած կենթանի եւ իրական հավատով։ Աստված ամեն հնարավորը նախաձեռնեց եւ նախաձեռնում է մարդու փրկությունը կարելի դարձնելու համար։ Բայց նախ մենք փորձենք հասկանալ, թե ինչ է փրկությունը։ Սա մարդու ձգտումն է ազատագրվելու չարից, հոգևոր իմաստով այն մարդու վերջնական նպատակն է։ Բոլորն են ասում են, որ մարդը կարիք ունի փրկության, բայց երբ հարցը հասնում է նրան, թե ինչ է փրկությունը եւ ով կարող է փրկվել, այստեղ կարծիքները կիսվում են։ Փրկության ճանապարհը մեկ է, ինչպես Քրիստոս է մեկ, ինչպես եկեղեցին է մեկ։ Փրկությունը մեղքի իշխանությունից ազատագրվելն է, իսկ մեղքի իշխանությունը աթամական մեղքից սկսվեց, որը պարզապես ուղղակի անհնազանդություն չէր կամ օրինազանցություն չէր, այլ սեփական սկզբունքներով ապրելու անկարողությունն էր։ Հետևաբար փրկության ճանապարհը յուրաքանչյուր մի մարդու համար անցնում է Աստծո հետ, Աստծո օգնությամբ, Աստծո ողորմությամբ եւ սեփական սկզբունքները հաստատուն, բարոյական սկզբունքները հաստատուն պահելու վճռակամությամբ։ Հաջորդ հարցը, որ հեռուստադիտող ուղղել է մեզ, հետեւյալն է. եթե Աստված գիտեր, որ մարդը մեղք կգործի, պատվիրանազանց կլինի, ապա ինչու օրենքներ տվեց Աստված։ Աստված մեզ մարդկանցս տկարներիս օրենքը տվեց ոչ թե նրա համար, որ հաշվի առավ մեր անկարողությունը, այլ Աստված մեր բարոյական պատասխանատվությունը հաշվի առնելով տվեց այդ պատգամներն ու օրենքը։ Թեև միշտ հարց է առաջանում, ինչու մարդուն ասել ընտրիր կյանքը, երբ ինքը դա չի կարող անել, կամ ինչպես կարող է մեղքին ստրկացած, արդեն ստրկացած եւ ոչ ազատ մարդը պատասխանատու լինել, բարոյական պատասխանատվության մասին խոսել։ Այստեղ հակասությունը ազատության տարբեր պատկերացումների մեջ է։ Ազատության աշխարհիկ պատկերացումը, երբ սա մեկ բան է, երբ օրինակ ասում ենք, որ ես կարող եմ անել այն, ինչ որ ցանկանում եմ, սա ազատության պատկերացում է։ Եվ այս տեսակ ազատությունը մարդը երբեք չի կորցրել։ Գուցե ինչ որ առումով սահմանափակվել է կախված մարդու ֆիզիկական տկարություններից, ինչ որ բան անելու անկարողությունից կամ մահկանացու լինելու հանգամանքից։ Հոգևոր ազատությունը բոլորովին այլ բան է, որը մեր քննարկման հիմնական նյութն է։ Հոգևոր ազատությունը այն է, երբ ազատ ես ցանկանալու այն, ինչը Աստծո կամքն է, եւ այս ազատությունը կորցրեց մարդը առաջին մեղքը գործելով։ Գալով պատվիրաններին եւ օրենքներին, ապա Աստված այդ ամենը տվեց ոչ թե որպես օրենքի պարզ մի հավաքածու, այլ բոլոր պատվիրանները, բոլոր աստվածային օրենքները, դրանք առաջին հերթին Աստծո սրբության հայտնություններն են մեր կյանքում, եւ ապա դրանք նաեւ բացահայտում են մարդու հնարավորությունները սրբության եւ փրկության հասնելու։ Մարդը մեղք է գործում, քանի որ չի հասկանում, որ մեղք գործելով ոչ միայն շեղվում է ճշմարտությունից, այլև ինքը դառնում է մեղավոր, կամ մեղքը ոչ այնքան հիվանդություն է, որքան հանցանք, որովհետև շատ հաճախ ասում ենք, դե մարդը հիվանդ է ի բնե եւ մարդը մեղավոր է, իրականում սա արդարացման ճանապարհ է։ Այո, չկա մի մարդ, որ մեղք գործած չլինի կամ մեղք չգործի, բայց սա նաև հիվանդություն լինելու զատ նաև հանցանք է, եւ եթե մենք ունենք գիտակցումը, որ մենք ամեն մեղք գործելիս նաև հանցավոր ենք Աստծո առաջ, ուրեմն այստեղ շատ ավելի մենք կարիք ունենք անդրադառնալու եւ սթափվելու, վերականգնելու մեր կյանքը, նորոգելու մեր կյանքը։ Եվ այս ամենին հակառակ ցանկացած մեղավոր մի մարդ գիտի, որ Աստված անսահման բարի է եւ որից բխում է մեր պատասխանատվությունը, մեր բարոյական պատասխանատվությունը։ Այսինքն Աստված չտվեց օրենքներ, որ մարդը դրանք խախտի։ Այո, Աստված գիտեր, որ այդ օրենքները խախտվելու է, բայց գիտի նաեւ, որ մարդը կարող է ապրել այդ օրենքներով եւ առավել քան մենք Աստված տեսնում է մեր փրկության հնարավորությունը, իսկ մենք տեսնում ենք դրա անհրաժեշտությունը։
Ուրեմն սրանով է պայմանավորված, որքանով մարդը իր կամքը կգործադրի, իր հավատքը ամուր կպահի, իր սկզբունքներին տեր կլինի, որպեսզի կարողանա Աստծո սերը տեսնելով ընդգծված բարոյական պատասխանատվությամբ իր փրկության անհրաժեշտությունը տեսնի եւ արժանանա փրկության։